Մերձավանի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Աշոտ Զոհրաբյանը, հայտնել է Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը։ Նրա խոսքով Զոհրաբյանը Մերձավանի համայնքապետ վաղուց է նշանակված եղել։ Վալոդիա Գրիգորյանն է ընտրվելուց հետո նրան նշանակել, իսկ ինքը պարզապես նրան վերանշանակել է այդ պաշտոնում։ Նշենք, որ մինչև այդ Մերձավանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել Մհեր Ախտոյանը։ Դեռևս Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար ՔՊԱ-կան Լյուդվիգ Գյուլնազարյանի որոշմամբ, իսկ հիմա ի դեպ բնակիչները պահանջում են նրան արտաքսել համայնքից։ Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավականու նախկին անդամն իր պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ արկա գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիրը։ Փոխանցում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Նրան տուգանել են 200,000 դրամ։ Վարչական այս տուգանքից հետո էլ հայտարարագիրը չի ներկայացրել եւ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի առաջին մասով։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները արձանագրել են ապօրինի փայտանյութի տեղափոխման եւ օդի աղտոտման դեպքեր։ Կոտայքի մարզի Երևան-Սևան մայրուղով երկու քաղաքացի Զիլ Մակնիշի բեռնատար ավտոմեքենաներով փորձել են առանց համապատասխան փաստաթղթերի ապօրինի տեղափոխել ընդհանուր 15 խորանարդ մետր կողահատ տախտակ։ Նույն ավտոճանապարհի Չարենցավան, Հրազդան, Սոլակի հատվածներում Գազել եւ Զիլ Մակնիշի ավտոմեքենաներում է հայտնաբերվել ընդհանուր 18.6 խորանարդ մետր վառելափայտ առանց փաստաթղթերի։ Ապօրինի փայտանյութ տեղափոխող բոլոր բեռնատարները տեղափոխվել են ներքին գործերի նախարարության ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ։ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում նույն գյուղի 35-ամյա բնակչի եւ Բալահովիտ գյուղի 33-ամյա բնակչի միջև հուլիսի վերջին տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ, ինչից հետո 35-ամյա տղամարդը վրեժխնդրության նպատակով համագյուղացի 28-ամյա ընկերոջը դրդել է սպանել 33-ամյա Բալահովիցուն։ Այս 28-ամյա երիտասարդը ժամանելով Հայաստան ապօրինի ձեռք է բերել հրազեն, փամփուշտներ եւ մարտական նռնակ։ Նա կատարել է 33-ամյա Բալահովիցուն սպանելու նախապատրաստական գործողություններ։ Նրա տան հարևանությամբ վարձակալել է առանձնատուն եւ հետևելով տեղաշարժին կատարել է լուսանկարահանումներ։ Սակայն Բալահովիցին հայտնաբերել է նրան եւ ընկերների հետ ծեծի ենթարկել։ Կոտայքի իրավապահները կանխել են սպանության մտադրությունը։ Հանցավոր խմբի անդամները հայտնաբերվել եւ կալանավորվել են։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։